Ամեն երեկո, երբ դուք գնում եք հանգստանալու, եթե չընտրեք ճիշտ սննդակարգ, ձեր մկանները քնի ժամանակ աստիճանաբար եւ գրեթե աննկատ փոքրանում են։ 60 տարեկանից հետո օրգանիզմը կարող է կորցնել մկանային զանգվածի մինչև 8%-ը յուրաքանչյուր 10 տարին մեկ։ Բայց ահա թե ինչն է զարմանալի, այս կորստի մեծ մասը տեղի է ունենում ոչ թե ցերեկը, այլ հենց գիշերը։ Եթե չմիջամտեք, այս գործընթացը կշարունակվի առանց դադարի։ Սակայն կան նաև դրական լուրեր։ Ձեր երեկոյան կարգուկանոնում մեկ աննշան փոփոխություն իզորու է կանգնեցնել այդ կորուստը եւ նույնիսկ վերականգնել անկումը։ Գիտությունը ապացուցում է, որ քնելուց առաջ ընդունած ճիշտ մթերքները գիշերային ժամերին գործարկում են մկանների վերականգնումը, նվազեցնում ցավի զգացողությունը եւ օգնում արթնանալ նոր ուժերով, այլ ոչ թե հակառակը։ Իդեպ ընկերներ, ինձ շատ հետաքրքիր է իմանալ, թե որտեղից եք դիտում մեր տեսանյութերը։ Խնդրում եմ, մեկնաբանություններում գրեք ձեր երկիրը եւ եկեք միմյանց հետ կիսվենք օգտակար տեղեկատվությամբ։ Ես ցանկանում եմ ձեզ միայն բարիք, եթե դուք 60 տարեկանից բարձր եք եւ իսկապես ցանկանում եք պահպանել ուժը, անկախությունը եւ առույգությունը, ապա ավագ ֆիթնես ծրագրի այս թողարկումը ստեղծված է հատուկ ձեզ համար։ Մենք ուրախ ենք ողջունել ձեզ ավագ ֆիթնեսում, որտեղ առաջարկում ենք պարզ եւ գիտականորեն հիմնավորված մեթոդներ մկանները տոնուսի մեջ պահելու, ծերացման գործընթացուն ավելի լավ տանելու եւ 60-ից հետո ակտիվ կենսակերպ վարելու համար։ Այսօրվա թողարկմանը մենք մանրամասն վերլուծում ենք մի թեմա, որը վերաբերում է միլիոնավոր տարեց մարդկանց, բայց հաճախ մնում է ուշադրությունից դուրս՝ մկանների գիշերային կորուստը։ Ձեր մկանները փոքրանում են ոչ միայն տարիքի պատճառով, դրանք կրճատվում են հենց գիշերային քնի ընթացքում։ Սա տեղի է ունենում հատկապես այն դեպքում, եթե դուք քնելու եք գնում առանց ճիշտ սնվելու։ Ինչու է դա տեղի ունենում, որովհետև քնի ժամանակ օրգանիզմը անցնում է քաղցի վիճակի։ Մի քանի ժամվա ընթացքում սնունդ չի ստացվում։ Եթե այդ ընթացքում համակարգում չկա բավարար քանակությամբ սպիտակուց, ապա վերականգնման գործընթացը խաթարվում է, իսկ մկանները սկսում են փոքրանալ։ Այս բնական գործընթացը կարելի է կանգնեցնել, եթե հոգ տան համապատասխան սննդի մասին, որը կաջակցի ձեր մկանային համակարգին, նույնիսկ գիշերը։ Օրգանիզմը ստիպված է քայքայել սեփական մկանները կյանքի համար անհրաժեշտ սննդանյութեր ստանալու համար։ Այս գործընթացը կոչվում է կատաբոլիզմ եւ ավելի ուժեղ է ազդում տարեց մարդկանց վրա, քան երիտասարդների։ Ահա թե ինչու 60 տարեկանից հետո մարդու մարմինն ավելի վատ է յուրացնում սննդի հետ ստացվող սպիտակուցը։ Այս երևույթը հայտնի է որպես անաբոլիկ ռեզիստենտություն։ Սա նշանակում է, որ նույնիսկ օրվա ընթացքում սպիտակուցի բավարար օգտագործման դեպքում մկանները կարող են չստանալ անհրաժեշտ սնուցումը գիշերը, երբ տեղի է ունենում վերականգնումը։ Բայց պետք չէ տխրել, այս իրավիճակից ելք կա։ Որոշ մթերքներ, որոնք ընդունվում են քնելուց կես ժամ կամ 1 ժամ առաջ, իզորու են նկատելիորեն նվազեցնել մկանային հյուսվածքների քայքայումը գիշերային ժամերին։ Դրանցից որոշն այն ունակ են ակտիվացնել մկանների աճի գործընթացը քնի ժամանակ։ Այսօր մենք կպատմենք քնելուց առաջ օգտագործման համար նախատեսված 8 ամենաարդյունավետ մթերքների մասին, որոնք կօգնեն պահպանել մկանային զանգվածը։ Դրանք կներկայացվեն 8-րդից մինչև առաջին տեղը։ Բոլորը հաստատված են գիտական հետազոտություններով, իսկ առաջին հորիզոնակը զբաղեցնող մթերքը, ըստ վերջին տվյալների, ունակ է գիշերվա ընթացքում մկաններում սպիտակուցի սինթեզն ավելացնել 22%-ով, եթե դուք չեք զբաղվում ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ։ Այնպես որ պատրաստեք նոթատետրը, դուք կիմանաք, թե ինչպես սնել մարմինը ուժով քնի ժամանակ։ Սկսենք այն մթերքից, որը զբաղեցնում է 8-րդ տեղը։ Սա բավականին պարզ եւ հասանելի մթերք է, սակայն զարմանալիորեն արդյունավետ։ 8-րդ տեղում կաթնաշորն է։ Այս հինավուրց մթերքը վաղուց իրեն դրսևորել է որպես գիշերը մկանային զանգվածի պահպանման լավագույն միջոցներից մեկը։ Հնարավոր է դուք զարմանաք եւ մտածեք. իսկապես կաթնաշորը։ Այո, հենց այն։ Կաթնաշորը գնահատվում է յուրահատուկ սպիտակուցի համար, որը կոչվում է կազեին։ Այն յուրացվում է շատ ավելի դանդաղ, քան շիճուկային սպիտակուցը, որն արագ է ընկնում օրգանիզմ եւ նույնքան արագ անհետանում։ Կազեինը հավասարաչափ մատակարարում է ամինաթթուներ 6-8 ժամվա ընթացքում, ինչը նրան դարձնում է գիշերային ժամերին մկանների սնուցման հիանալի աղբյուր։ Պատկերացրեք, որ շիճուկային սպիտակուցը նման է ճայթրուկի, որն արագ պայթում է,
իսկ կազեինը նման է մոմի, որը վառվում է հավասար և դանդաղ բոցով։ Հենց սնուցման նմանատիպ երկարատև աղբյուր է անհրաժեշտ մկաններին գիշերային հանգստի ժամանակ։ Բրիտանական սննդաբանության ամսագրում հրապարակված հետազոտության մեջ 60 տարեկանից բարձր մեծահասակներին քնելուց առաջ տվել են կաթնաշոռի փոքր չափաբաժին։ Արդյունքում նրանց մոտ մկանային սպիտակուցի սինթեզն ավելացել է 31%-ով համեմատած նրանց հետ, ովքեր ոչինչ չէին կերել։ Սա նշանակում է, որ այն խումբը, որն օգտագործել էր կաթնաշոռ, ոչ միայն պահպանում էր մկանային զանգվածը, այլև ավելացնում էր այն քնի ժամանակ։ Նման տվյալները հատկապես կարևոր են տարեց մարդկանց համար, ովքեր զբաղվում են ուժային մարզումներով կամ ձգտում են պահպանել ուժն ու հավասարակշռությունը։ Որքան կաթնաշոռ է պետք ուտել։ Խորհուրդ է տրվում սկսել կես բաժակից քնելուց 30-45 րոպե առաջ։ Կալորիաները վերահսկելու համար ավելի լավ է ընտրել ցածր յուղայնությամբ կաթնաշոռ։ Եթե համը չափազանց չեզոք է թվում, կարելի է ավելացնել մի քիչ բանան, 1 պտղունց դարչին կամ մի փոքր մեղր, բայց պետք չէ չափն անցնել, որպեսզի ավելորդ շաքար չստանաք։ Մրգերից ստացված բնական շաքարը չի ազդի քնի որակի վրա, իսկ բանանում պարունակվող կալիումը կօգնի մկաններին թուլանալ։ Ցանկության դեպքում կարելի է փորձարկել հավելումներով, պահպանելով հավասարակշռությունը և օգուտը։ Ավելացրեք 1 գդալ չիայի սերմեր, որպեսզի ավելացնեք բջջանյութի և օմեգա 3 ճարպաթթուների քանակը ձեր սննդակարգում։ Ահա ևս մեկ առավելություն։ Կաթնաշոռը տրիպտոֆանի, ամինաթթվի բնական աղբյուր է, որը նպաստում է ամուր քնի։ Այսպիսով, այն ոչ միայն աջակցում է ձեր մկաններին, այլև օգնում է ուղեղին հանգստանալ հանգստից առաջ։ Բացի այն, կաթնաշոռը հեշտությամբ է մարսվում նաև նրանց կողմից, ովքեր ունեն զգայուն ստամոքս։ Շատ տարեց մարդիկ, ովքեր ունեն քնի խնդիրներ կամ արթնանում են կաշկանդության և ցավի զգացողությամբ, նշել են, որ այս մթերքը զգալիորեն բարելավել է իրենց ինքնազգացողությունը։ Ահա այն, կաթնաշոռը, հասանելի, պատրաստման մեջ պարզ, գիտականորեն ապացուցված և բավական արդյունավետ գիշերային հանգստի ժամանակ մկանները պաշտպանելու համար։ Եթե դուք ամեն առավոտ թուլություն եք զգում կամ նկատում եք ուժի աստիճանական նվազում, հնարավոր է ձեր օրգանիզմին պակաս է հենց այսպիսի փոքր, բայց կարևոր լուծումը։ Անցնում ենք համար 7 մթերքին։ Սա ևս մեկ տարածված տարբերակ է, որը հավանաբար արդեն կա ձեր խոհանոցում, բայց մկանային զանգվածի պահպանման համար դրա օգտակարության մասին ոչ բոլորը գիտեն։ 7-րդ տեղում եփված ձվերն են։ Դրանք սպիտակուցով ամենահագեցած, կոմպակտ և մկանների համար պաշտպանող մթերքներն են, որոնք կարելի է օգտագործել քնելուց առաջ։ Դրանք թվում են փոքր, բայց դրանց հնարավորությունը չարժի անտեսել։ Յուրաքանչյուր ձվի մեջ պարունակվում է մոտավորապես 6 գրամ բարձրագույն որակի լիարժեք սպիտակուց։ Սա նշանակում է, որ դրանցում առկա է անփոխարինելի ամինաթթուների ամբողջ հավաքածուն, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին օպտիմալ համամասնությամբ մկանային զանգվածը պահպանելու համար։ Ձվերը հատկապես արժեք են ներկայացնում 60 տարեկանից բարձր մարդկանց համար լեյցոնի պատճառով, հզոր ամինաթթվի, որը զգալի ազդեցություն է ունենում մկանների վրա։ Տարիքի հետ մեր օրգանիզմը դառնում է պակաս զգայուն սպիտակուցի նկատմամբ, որը գործում է որպես անջատիչ, գործարկելով մկանային զանգվածի աճը։ Մկանների աճի գործընթացը խթանելու համար պահանջվում է ավելի մեծ քանակությամբ և ավելի բարձրորակ սպիտակուց, քան երիտասարդ տարիքում։ Այս երևույթը անվանում են անաբոլիկ ռեզիստենտություն։ Ձվերն օգնում են հաղթահարել այս խնդիրը։ Դրանք պարունակում են լիարժեք և արդյունավետ սպիտակուց, որը հեշտ է յուրացվում և արագ մարսվում։ Ընդ որում, նույնիսկ փոքր չափաբաժիններով այն ունակ է ազդել մկանների աճի վրա։ 2021 թվականին անցկացված և սննդաբանության ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ուսումնասիրել են 60 տարեկանից բարձր մեծահասակների խումբ։ Մասնակիցները 12 շաբաթվա ընթացքում քնելուց առաջ օգտագործել են ամբողջական ձու։ Արդյունքները ցույց են տվել, որ մկանային զանգվածի պահպանման մակարդակը նրանց մոտ 19%-ով ավելի բարձր էր, համեմատած նրանց հետ, ովքեր ձու չէին կերել։ Նաև այս խմբի մոտ բարձրացել էր IGF-1 աճի հորմոնի մակարդակը, որը նպաստում է հյուսվածքների վերականգնմանը և տարիքի հետ բնականոն կերպով նվազում է։ Որքան շատ է IGF-1-ը, այնքան ավելի արդյունավետ են վերականգնվում մկանները, նվազում է ցավոտությունը և արագանում վերականգնման գործընթացը քնի ժամանակ։
Ամենահաճելին այն է, որ ձվերը շատ հեշտ է պատրաստել։ Բավական է դրանք պինդ եփել, մաքրել եւ ուտել։ 1-2 եփած ձուն քնելուց 30 րոպե առաջ բավարար է տարեց մարդկանց մեծամասնությանը։ Դրանք հեշտությամբ են յուրացվում օրգանիզմի կողմից, պարունակում են շաքարի եւ օսլայի ցածր մակարդակ, ուստի արյան մեջ գլյուկոզայի կտրուկ տատանումներ չեն առաջացնում, ի տարբերություն շատ այլ նախուտեստների։ Եթե ցանկանում եք ուժեղացնել օգտակար ազդեցությունը, կարող եք ավելացնել մի փոքր քրքում կամ սև պղպեղ։ Ավելացրեք մի փոքր աղացած պղպեղ վրան։ Քրքումը նվազեցնում է բորբոքումը, իսկ պղպեղը բարելավում է կուրկումինի, քրքումի ակտիվ բաղադրիչի յուրացումը։ Դուք նաև կարող եք ձվով սնունդը լրացնել ավոկադոյի փոքր կտորով, եթե ցանկանում եք ստանալ լրացուցիչ ճարպեր կամ ավելի երկար կուշտ մնալ։ Օգտակար ճարպերը դանդաղեցնում են մարսողության գործընթացը եւ ապահովում էներգիայի կայուն հոսք ամբողջ գիշերվա ընթացքում։ Եփած ձվերը հիանալի պատասվում են երեկոյան ոչ բարձր ախորժակ ունեցող տարեց մարդկանց։ Դրանք կարիք չունեն պատրաստել կամ լվանալ ամանները, պարզապես մաքրեք եւ կերեք։ Ահա եւ վերջ։ Անկախ նրանից, թե դուք վերականգնվում եք մարզվումից հետո, բախվում եք հոդերի խնդիրներով, թե ձգտում եք պահպանել ինքնուրույնություն, սպիտակուցի այս փոքրիկ աղբյուրները կօգնեն անել դա քայլ առ քայլ։ Ամփոփելով, եփած ձվերը հիանալի յուրացվում են, պարունակում են շատ սպիտակուց, որը օգնում է պահպանել մկանները, նպաստում է հորմոնալ հավասարակշռության բարելավմանը եւ նվազեցնում մկանային ատրոֆիա։ Քնելուց առաջ այս պարզ նախուտեստը կարող է դառնալ ձեր գաղտնի օգնականը։ Եվ ահա մենք մոտենում ենք 6-րդ մթերքին, որը հնարավոր է առաջինը չգա մտքին, երբ խոսքը գնում է գիշերային նախուտեստների մասին, բայց երբ բանը հասնում է հասուն տարիքում մկանային զանգվածի պաշտպանության եւ պահպանման համար, սա իսկական գիտուվ է։ Խոսքը թունայի մասին է, ընդ որում ոչ թե պարզ թունայի, այլև ձիթապտղի յուղով թունայի։ Այո, դուք ճիշտ լսեցիք։ Հնարավոր է ինչ-որ մեկին սա անսպասելի թվա, բայց եթե դուք արդեն 60-ն անցեք եւ ցանկանում եք պահպանել ձեր մկանների ուժը, շարժունակությունը եւ առողջությունը, այս մթերքը կդառնա ձեր հավատարիմ դաշնակիցը։ Թունան պարզապես ձուկ չէ, այն բարձրորակ սպիտակուցի իսկական շտեմարան է, ընդ որում ամենահեշտ յուրացվողներից եւ օգտակարներից մեկը։ Ընդամենը մի քանի կտոր եւ ձեր օրգանիզմը ստանում է ամինաթթուների հզոր լիցքավորում, որոնց մեջ հատկապես կարևոր է լեյցինը, այն նույն կախտավաժական ամինաթթուն, որը բառացիորեն գործարկում է մկանների աճի եւ վերականգնման գործընթացը։ Բայց ամենահետաքրքիրը սկսվում է, երբ թունան համադրվում է ձիթապտղի յուղի հետ։ Ջուր? Ոչ, միայն յուղ։ Որովհետև հենց ձիթապտղի յուղն է դանդաղեցնում սպիտակուցի յուրացումը, թույլ տալով ամինաթթուներին ավելի երկար մնալ արյան մեջ եւ սնուցել ձեր մկանները նույնիսկ այն ժամանակ, երբ դուք քնած եք։ Իսկ գիտեիք, որ 2020 թվականին հեղինակավոր ամերիկյան կլինիկական սննդաբանության ամսագրում հրապարակվել է հետազոտություն, որը հաստատել է, այն տարեց մարդիկ, ովքեր քնելուց առաջ օգտագործել են օմեգա 3-ով հարուստ մթերքներ, ինչպիսին թունան է, ցուցաբերել են գիշերվա ընթացքում մկանային սպիտակուցի սինթեզի 34%-ով ավելի բարձր մակարդակ։ Բայց սա դեռ ամենը չէ։ Նրանք, ովքեր ընտրում էին թունան հենց ձիթապտղի յուղի մեջ, նշում էին, որ առավոտյան իրենց ավելի առույգ էին զգում, նրանց մկանները ավելի քիչ էին ցավում, իսկ օրգանիզմն ավելի լավ էր հաղթահարում բորբոքային գործընթացները։ Պատկերացրեք, ամուր քուն, արագ վերականգնում եւ մկաններ, որոնք մնում են ուժեղ եւ դիմացկուն։ Միթե սա չէ այն, ինչի մասին մենք բոլորս երազում ենք։ Ինչպես դարձնել այս մթերքը առավելագույնս օգտակար։ Շատ պարզ։ Ընտրեք թունա հենց ձիթապտղի յուղի մեջ, մի կողմ դնելով ջրի մեջ տարբերակները։ Բավական է կես տարան գիշերվա համար։ Կարելի է ավելացնել թեթև խավարդ, օրինակ վարունգի մի քանի շերտ կամ ամբողջահատայիկ կրեկերներ։ Ցանկանում եք ուժեղացնել համը։ Կիտրոնի հյութի 1 կաթիլը կամ ծովի աղի մի պտղունցը իրենց գործը կանեն։ Իսկ ահա մայոնեզից եւ ծանր սոուսներից ավելի լավ է հրաժարվել։ Դրանք կարող են խանգարել քունը եւ զրոյացնել ամբողջ օգուտը։ Եվ ահա թե ինչն է իսկապես կարևոր։ Թունան լեյցինի ամենահարուստ բնական աղբյուրներից մեկն է։ Իսկ տարիքի հետ մեր օրգանիզմին պահանջվում է այս ամինաթթվի ավելի ու ավելի շատ քանակություն, որպիսի մկանները պահի տոնուսի մեջ։
Եթե դուք չեք ցանկանում բախվել սարկոպենիայի, տարիքային մկանային զանգվածի կորստի հետ, այս նախուտեստը ոչ պարզապես ուտելիք է, այլ ուժի, շարժունակության և անկախության պահպանման մտածված ռազմավարության մաս է։ Այսպիսով ամփոփենք. թունան պարգևում է ձեզ մաքուր, հեշտ յուրացվող սպիտակուց, իսկ ձիթապտղի յուղը նրա ազդեցությունը դարձնում է ավելի տևական և արդյունավետ։ Միասին նրանք աշխատում են որպես հզոր դուետ, սնուցելով ձեր մկանները ողջ գիշեր, օգնելով արթնանալ առույգ, ուժերով և էներգիայով լի։ Սա պարզապես նախուտեստ չէ, սա ներդրում է ձեր առողջության և երկարակեցության մեջ։ Դուք դիտեցիք մինչև այս հատվածը, նշանակում է լրջորեն պատրաստ եք փոխել ձեր կյանքը։ Գրեք մեկնաբանություններում. ես ցանկանում եմ առատություն և ներդաշնակություն։ Թող դա դառնա ձեր մտադրությունը։ Իսկ նաև դրեք լայք, որպեսզի գրավեք հաջողություն հենց հիմա։ Բայց գլխավորը առջևում է։ Իսկ այժմ եկեք խոսենք մի մթերքի մասին, որը համատեղում է անհավանական նրբություն, հաճելի կծու քաղցր նոտա և որ ամենակարևորը, հզոր աջակցություն ձեր մկանների և աղիների առողջության համար։ Դա հունական յոգուրտն է, մեր 5-րդ հերոսը այն մթերքների ցանկում, որոնք արժե ուտել քնելուց առաջ, եթե ձեզ համար կարևոր է պահպանել ուժը, առույգությունը և գերազանց ինքնազգացողությունը նույնիսկ հասուն տարիքում։ Սա պարզապես յոգուրտ չէ, այլ իսկական գտնում նրանց համար, ովքեր ցանկանում են արթնանալ էներգիայի և լեթևության զգացողությամբ։ Նրա թանձր, թավշյա կառուցվածքը և հակեց համը ընդամենը հաճելի հավելում են գլխավորին։ Այն պարունակում է բարձրորակ սպիտակուց, կազեին, որը յուրացվում է դանդաղ, սնուցելով ձեր մկանները ողջ գիշեր։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ի տարբերություն սովորական յոգուրտի, հունականը անցնում է եռակի ֆիլտրացիա, ինչի շնորհիվ նրանում գրեթե չկա ավելորդ շաքար, փոխարենը սպիտակուցը մի քանի անգամ ավելի շատ է։ Իսկ այժմ պատկերացրեք, մինչ դուք քնած եք, ձեր օրգանիզմը ստանում է ոչ միայն շինանյութ մկանների համար, այլև պրոբիոտիկների, օգտակար բակտերիաների ամբողջական հավաքածու, որոնք հոգ են տանում աղիների առողջության մասին։ Իսկ առողջ աղիները դա ամուր իմունիտետն է, սննդանյութերի ավելի լավ յուրացումը և նույնիսկ լավ տրամադրությունը։ Ավելացրեք սրան կալցիումը, որն ամրացնում է ոսկորները և օգնում մկաններին ճիշտ կծկվել, և դուք կստանաք իդեալական գիշերային նախուտեստ, սննդարար, օգտակար և իսկապես ձեր երկարակեցության համար աշխատող։ Ինչ են ասում հետազոտությունները։ Frontiers in Nutrition ամսագրում հրապարակված գիտափորձերից մեկում տարեց մարդիկ, ովքեր քնելուց առաջ ուտում էին մի բաժին հունական յոգուրտ, արդեն 6 շաբաթ անց նկատեցին ապշեցուցիչ փոփոխություններ։ Մկանային սպիտակուցի սինթեզը գիշերվա ընթացքում աճել էր 26%-ով։ Մկանները սկսել էին աշխատել ավելի արդյունավետ, իսկ առավոտը սկսվում էր առույգությամբ, այլ ոչ թե սովորական հոգնածությամբ։ Սա հրաշք չէ։ Հատկապես նրանց համար, ովքեր արթնանում են կաշկանդվածության և թուլության զգացումով։ Ինչպես ճիշտ օգտագործել առավելագույն օգուտ ստանալու համար։ Լավագույն տարբերակն է ընտրել բնական հունական յոգուրտ առանց հավելումների։ Ոչ մի մրգային լցոնում, որոնք հաճախ պարունակում են ավելորդ շաքար։ Եթե ցանկանում եք բազմազանեցնել համը, ավելացրեք 1 պտղունց դարչին, մի բուր թարմ հատապտուղ կամ մի կաթիլ վանիլի էքստրակտ։ Իսկ էլ ավելի մեծ օգոտի համար կարելի է յոգուրտը խառնել 1 թեյի գդալ չիայի սերմերի հետ։ Դրանք հարուստ են բջջանյութով և բուսական օմեգա-3-ով, որոնք կաջակցեն մարսողությանը և սրտի առողջությանը։ Եվ մի մոռացեք պրոբիոտիկների մասին։ Դրանք ոչ պարզապես բարելավում են աղիների աշխատանքը, այլև օգնում են նվազեցնել բորբոքային գործընթացները օրգանիզմում, ինչը հատկապես կարևոր է տարիքի հետ։ Արդյունքում, հունական յոգուրտը ոչ պարզապես ուտելիք է, այլ իսկական էլիքսիր մկանների, ոսկորների, մարսողության և նույնիսկ նյարդային համակարգի։ Ինչ ունենք արդյունքում։ Հունական յոգուրտը դանդաղ սպիտակուց է, որը սնուցում է մկանները ողջ գիշեր։ Պրոբիոտիկներ, որոնք հոգ են տանում աղիների առողջության մասին։ Կալցիում, որն ամրացնում է ոսկորները և կանխում ջղաձգումները։ Բնական համ, որը կարելի է հեշտությամբ բազմազանեցնել։
Սա իդեալական նախուտեստ է քնելուց առաջ, հատկապես եթե ձեզ համար կարևոր է պահպանել ուժը, շարժունությունը և էներգիան երկար տարիներ։ Պատկերացրեք երեկո, երբ պատուհանից այն կողմ լռություն է, տանը տիրում է հարմարևություն, իսկ ձեր ձեռքերում բուրավերթ ոսկեգույն ըմպելիքով գավաթ է, որը ոչ միայն տաքացնում է, այլև իսկական հրաշքներ է գործում ձեր մարմնի հետ։ Սա հեքիաթ չէ, այլ իրականություն, և այս կախարդակի անունն է տաք կաթ քրքումով։ Այո, սա պարզապես լավ քնելու համար տատիկի բաղադրատոմս չէ, այլ հզոր, գիտնականորեն հիմնավորված օգնակ նրանց համար, ովքեր 60-ը անց են, ովքեր ցանկանում են պահպանել մկանների ուժը, ժողտերի շարժունությունը և արթնանալ առույգությամբ, այլ ոչ թե սովորական հոգնածությամբ։ Սա հրաշք չէ, հատկապես նրանց համար, ովքեր արթնանում են կաշկանդվածության և թուլության զգացումով։ Ինչպես ճիշտ օգտագործել առավելագույն օգուտ ստանալու համար։ Լավագույն տարբերակն է ընտրել բնական հունական յոգուրտ առանց հավելումների։ Ոչ մի մրգային լցոնում, որոնք հաճախ պարունակում են ավելորդ շաքար։ Եթե ցանկանում եք բազմազանեցնել համը, ավելացրեք 1 պտղունց դարչին, մի բուռ թարմ հատապտուղ կամ մի կաթիլ վանիլի էքստրակտ։ Իսկ էլ ավելի մեծ օգուտի համար կարելի է յոգուրտը խառնել 1 թեյի գդալ չիայի սերմերի հետ։ Դրանք հարուստ են բջջանյութով և բուսական օմեգա 3-ով, որոնք կաջակցեն մարսողությանը և սրտի առողջությանը։ Եվ մի մոռացեք պրոբիոտիկների մասին։ Դրանք ոչ պարզապես բարելավում են աղիների աշխատանքը, այլև օգնում են նվազեցնել բորբոքային գործընթացները օրգանիզմում, ինչը հատկապես կարևոր է տարիքի հետ։ Արդյունքում, հունական յոգուրտը ոչ պարզապես ուտելիք է, այլ իսկական էլիքսիր մկանների, ոսկորների, մարսողության և նույնիսկ նյարդային համակարգի։ Իսկ այժմ ավելացնենք սրան ոսկե համեմունքը, քրքումը։ Նրանում թաքնված է կուրկումինը, ամենաուժեղ բնական հակաբորբոքային նյութերից մեկը։ Տարիքի հետ օրգանիզմում կուտակվում են թաքնված բորբոքային գործընթացներ, որոնք քայքայում են հոդերի առողջությունը, մկանները դարձնում ավելի թույլ, իսկ առավոտը պակաս բարի։ Կուրկումինը մեղմ, բայց արդյունավետ կերպով մարում է այդ ներքին հրդեհները, նվազեցնելով ցավը, կաշկանդվածությունը և մարմնին վերադարձնելով շարժումների թեթևությունը։ Հետազոտությունները հաստատում են, երբ տարեց մարդիկ քնելուց առաջ խմում էին կուրկումինով սպիտակուցային ըմպելիք, նրանց օրգանիզմը գիշերվա ընթացքում սինթեզում էր 1/3-ով ավելի շատ մկանային սպիտակուց, իսկ առավոտը դիմավորում էր նրանց ոչ թե ցավով, այլ առույգությամբ։ Հոդերը դառնում էին ավելի շարժուն, բորբոքումը նահանջում էր և նույնիսկ քունը դառնում էր ավելի խորը և հանգիստ։ Ինչպես պատրաստել այս կախարդական ըմպելիքը։ Ամեն ինչ պարզ է։ Վերցրեք 1 բաժակ կաթ, ավելի լավ է օրգանական, կամ եթե կա լակտոզայի անտանելություն, նշի, վարսակի, բայց սպիտակուցով և կալցիումով հարստացված։ Թեթևակի տաքացրեք, չհասցնելով եռման աստիճանի։ Ավելացրեք քառորդ թեյի գդալ քրքում և մի փոքր պտղունց սև պղպեղ, այն տասնյակ անգամներ կուժեղացնի կուրկումինի յուրացումը։ Քաղցրության համար կարելի է 1 կաթիլ մեղր, բայց շատ քիչ, չէ որ գիշերը ավելորդ շաքարը պետք չէ։ Խմեք առանց շտապելու, փոքր կումերով, վայելելով յուրաքանչյուր պահը։ Թող սա դառնա ձեր երեկոյան ծեսը, ոչ պարզապես ըմպելիք, այլ հոգատարություն ինքներդ ձեր մարմնի և ապագայի հանդեպ։ Ինչու է սա աշխատում։ Որովհետև սա ոչ պարզապես սնունդ է, այլ իմաստուն ռազմավարություն։ Մկանները աճում են ոչ թե մարզասրահում, այլ քնի մեջ, երբ մարմինը ստանում է վերականգնման համար անհրաժեշտ ամեն ինչ։ Կաթը տալիս է սպիտակուց, քրքումը պաշտպանություն բորբոքումներից, ջերմություն, իսկ տրիպտոֆանը խորը քուն։ Միասին նրանք ստեղծում են իդեալական պայմաններ, որպեսզի առավոտը ձեզ դիմավորի ուժով, այլ ոչ թե կաշկանդվածությամբ, էներգիայով, այլ ոչ թե հոգնածությամբ։ Այս ըմպելիքը նման է տաք գրքախառնան ձեր օրգանիզմի համար։ Այն ջանքեր չի պահանջում, չունի կողմնակի ազդեցություններ, փոխարենը պարգևում է այն, ինչն այդքան արժեքավոր է տարիքի հետ՝ առողջություն, ուժ և շարժման ուրախություն։ Փորձեք և մի քանի երեկո անց դուք ինքներդ կզգաք տարբերությունը։ Չէ որ երբեմն ամենապարզ բաները դառնում են ամենահզոր դեղամիջոցները։ Խմեք այսօր, շնորհակալություն հայտնեք ինքներդ ձեզ վաղը։
Պատկերացրեք մի մթերք, որը հալվում է բերանում, պատելով համային ռեցեպտորներով նուրբ ընկուզային քնքուշությամբ, միևնույն ժամանակ աշխատելով որպես ձեր առողջության իսկական գիշերային պահապան։ Սա նշի կարողն է, մածուկը, ոչ պարզապես համեղ մածուկ, այլ սննդանյութերի իսկական շտեմարան, ստեղծված բնության կողմից հատուկ նրանց համար, ովքեր գնահատում են իրենց մարմինը և ցանկանում են պահպանել ուժը, երիտասարդությունը և էներգիան նույնիսկ հասուն տարիքում։ Երբ խոսքը գնում է քնի ժամանակ մկանների պաշտպանության մասին, նշի կարողն է լուռ, բայց անհավանական հզոր դաշնակիցը։ Նրա թավշյա կառուցվածքը և հագեցած համը ընդամենը հաճելի բոնուս են գլխավորին։ Այն պարունակում է օգտակար ճարպեր, բուսական սպիտակուցի, մագնեզիումի և վիտամին E-ի յուրահատուկ կոկտեյլ, որոնք միասին ստեղծում են իդեալական պայմաններ, որպեսզի գիշերը օրգանիզմը վերականգնվի։ Ի տարբերություն քաղցր նախուստեքների, որոնք առաջացնում են արյան մեջ շաքարի կտրուկ տատանումներ և հետո ձեզ թողնում առանց էներգիայի, նշի կարողն գործում է իմաստուն և աստիճանաբար։ Այն մեղմորեն դանդաղեցնում է մարսողությունը, ապահովելով սննդանյութերի կայուն հոսք դեպի մկաններ երկար ժամեր ընթացքում, մինչև դուք խորասված եք քնի մեջ։ Իսկ գիտեիք, որ մագնեզիումը, որով այդքան հարուստ է նշի կարողը, բնական ռելաքսանտ է, այն հանգստանում է նյարդային համակարգը, թուլացնում մկանները, օգնում է ավելի արագ քնել և քունը դառնում է ավելի խորը։ Եթե ձեզ տանջում են գիշերային ջղաձգումները, անհանգստությունը կամ հաճախակի արթնացումները, հնարավոր է ձեր օրգանիզմին պարզապես չի բավականացնում այս կախարդական հանքանյութը։ Նշի կարագը լրացնում է դրա պակասը, ձեր երեկոն վերածելով հանգստության և ներդաշնակության ծեսի։ Բայց սա դեռ ամենը չէ։ 2020 թվականին հեղինակավոր Nutrients ամսագրում հրապարակվեց մի հետազոտություն, որը ապացուցեց, այն տարեց մարդկանց մոտ, ովքեր երեկոյան սննդակարգին ավելացրել էին ընդամենը 1 չափաբաժին նշի կարագ, գիշերվա ընթացքում մկանային սպիտակուցի պահպանման մակարդակն աճել է 17%-ով։ Իսկ նաև նրանց մոտ զգալիորեն նվազել էր կորտիզոլի մակարդակը, ստրեսի այն նույն նենգ հորմոնի, որը գիշերները բառացիորեն ուտում է մեր մկանները։ Ստացվում է, որ նշի կարագը ոչ միայն սնուցում է, այլև պաշտպանում, ստեղծելով հուսալի վահան մկանային հյուսվածքի տարիքային քայքայման դեմ։ Ինչպես ճիշտ օգտագործել այս ոսկե էլիքսիրը։ Ամեն ինչ պարզ է։ Բավական է 1 ճաշի գթալ նշի կարագ քնելուց 30 րոպե առաջ։ Կարելի է ուտել այն պարզապես այդպես, վայելելով մաքուր համը, կամ քսել ամբողջահատիկ հացի կտորի, խնձորի շերտի կամ վարսակի կրեկերի վրա։ Սա կդարձնի նախուտեստը ավելի հագեցնող և հաճելի։ Գլխավորը ընտրեք բնական կարագ առանց շաքարի և վնասակար հիդրոգենացված ճարպերի հավելման։ Իդեալական տարբերակն այն կարագն է, որը տարայի մեջ շերտավորվում է և խառնելու կարիք ունի։ Սա որակի և ավելորդ հավելումների բացակայության հավաստի նշան է։ Նշի կարագը իդեալական ընտրություն է նրանց համար, ովքեր չեն սիրում շատ ուտել գիշերը, բայց ցանկանում են օրգանիզմին տալ վերականգնման համար անհրաժեշտ ամեն ինչ։ Այն թեթև է, բայց միևնույն ժամանակ անհավանական սննդարար։ Եվ նույնիսկ փոքր չափաբաժինը երկար ժամանակով պահպանում է հագեցածության զգացումը, կանխելով քաղցի պատճառով գիշերային արթնացումները։ Ինչու է սա աշխատում։ Որովհետև նշի կարագը պարզապես սնունդ չէ, այլ առողջության մտածված ռազմավարություն։ Նրա օգտակար ճարպերը հոգատարությամբ պահպանում են արյան մեջ շաքարի մակարդակը, կանխելով էներգետիկ անկումները։ Բուսական սպիտակուցը դառնում է շինանյութ մկանների համար։ Մագնեզիումը հանգստացնում է և թուլացնում, իսկ վիտամին E-ն պայքարում է բորբոքումների դեմ և օգնում բջիջներին վերականգնվել։ Միասին նրանք ստեղծում են իդեալական պայմաններ, որպեսզի ձեր յուրաքանչյուր առավոտը սկսվի առույժությամբ, այլ ոչ թե հոգնածությամբ, ուժով, այլ ոչ թե կաշկանդվածությամբ։ Այս համեստ, բայց հզոր մթերքը նման է իմաստ հին ընկերոջ։ Այն չի բղաում իր արժանիքների մասին, բայց միշտ օգնության է հասնում, երբ դա հատկապես անհրաժեշտ է։ Փորձեք ներառել նշի կարագը ձեր երեկոյան ծեսի մեջ, և արդեն մի քանի օր անց դուք կզգաք, թե ինչպես է ձեր մարմինը պատասխանում ձեզ երախտությամբ, ամուր քնով, թեթև արթնացմամբ և տարեց տարի պահպանվող ուժով։ Չէ որ երբեմն ամենապարզ և բնական մթերքները դառնում են ամենահզոր դեղամիջոցները։ Նշի կարագը պարզապես սնունդ չէ, այլ ներդրում ձեր առողջ ապագայի մեջ։
Պատկերացրեք մի ըմպելիք, որը կարծես ստեղծված է հենց բնության կողմից ձեզ ամուր քուն պարգևելու, մկանների եւ հոդերի ցավերը մերմելու, այնչպես նաեւ մարմնին զարմանալի արագությամբ վերականգնվելուն օգնելու։ Սա ֆանտաստիկա չէ, այլ իրականություն, եւ այս հրաշքի անուն է թթու բարի հյութ։ Այս հագեցած, հաճելի թթվածությամբ ըմպելիքը ոչ միայն համեղ հավելում է ձեր երեկոյան ծեսի մեջ, այլ իսկական բուժիչ էլիքսիր է, որի ազդեցությունը հաստատված է գիտությամբ։ Այն հատկապես արժևավոր է նրանց համար, ովքեր արդեն 50-ն անց են, ովքեր գիտեն ինչ է առավոտյան կաշկանդվածությունը, գիշերային արթնացումները եւ զգացողությունը, որ մարմինը չի հասցնում վերականգնվել գիշերվա ընթացքում։ Ինչու հենց թթու բարը։ Այս փոքրիկ սուրհատիկ հատապտուղներում թաքցված է հսկայական ուժ։ Դրանք հարուստ են անթոցիաններով, հզոր բնական հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են բորբոքումների դեմ, պաշտպանում են բջիջները վնասվածքներից եւ օգնում մկաններին ավելի արագ վերականգնվել։ Բայց ամենազարմանալին այն է, որ թթու բալի մեջ պարունակվում է մելատոնին, այն նույն հորմոնը, որը պատասխանատու է մեր քնի որակի համար։ Երբ դուք խմում եք թթու բալի հյութ քնելուց առաջ, դուք ոչ միայն հագեցնում եք ծարավը, այլև ազդանշան եք տալիս ձեր օրգանիզմին, հանգստանալու ժամանակն է։ Մելատոնինի մակարդակը բարձրանում է, քունը դառնում է ավելի խորը եւ հանգիստ, իսկ առավոտյան դուք արթնանում եք ոչ թե ջարդված, այլ հանգստացած եւ ուժերով լի։ Ինչ են ասում հետազոտությունները։ 2019 թվականին Սպորտային սնուցման միջազգային ընկերության ամսագրում հրապարակվեցին զարմանալի գիտափորձի արդյունքներ։ 50 տարեկանից բարձր մարդիկ, ովքեր ամեն օր խմում էին թթու բալի հյութ քնելուց առաջ, արդեն մի քանի շաբաթ անց նկատեցին ապշեցուցիչ փոփոխություններ։ Մկանային ցավը առավոտյան նվազել էր 30%-ով։ Քնի որակը բարելավվել էր 15%-ով։ Մելատոնինի եւ հակաօքսիդանտների մակարդակը արյան մեջ զգալիորեն բարձրացել էր։ Սա նշանակում է, որ թթու բալի հյութը ոչ միայն օգնում է քնել, այլև պայքարում է մեր առողջության գլխավոր թշնամիների դեմ՝ բորբոքման, օքսիդատիվ ստրեսի եւ մկանային զանգվածի տարիքային կորստի։ Ինչպես ճիշտ խմել թթու բալի հյութը։ Ամեն ինչ շատ պարզ է։ Քնելուց 30-45 րոպե առաջ խմեք փոքր չափաբաժին, մոտավորապես 120-ից 180 մլ մաքուր թթու բալի հյութ։ Կարևոր է, որ փաթեթավորման վրա նշված լինի հենց թթու բալ եւ բացակայի ավելացված շաքարը։ Եթե համը ձեզ թվա չափազանց հագեցած, կարելի է հյութը նոսրացնել ջրով կամ ավելացնել մի փոքր կիտրոնի հյութ թարմության համար։ Բայց հիշեք, այս ըմպելիքի նույնիսկ փոքր քանակությունը իզորու է հրաշքներ գործել։ Ինչու է սա աշխատում։ Թթու բալի հյութը պարզապես հեղուկ չէ, այլ օգտակար նյութերի բարդ կոկտեյլ, որոնք աշխատում են ներդաշնության մեջ։ Անթոցիանները պայքարում են բորբոքման դեմ, պաշտպանելով մկանները եւ հոդերը։ Մելատոնինը բարելավում է քունը, դարձնելով այն խորը եւ վերականգնող։ Հակաօքսիդանտները չեզոքացնում են վնասակար ազատ ռադիկալները, դանդաղեցնելով բջիջների ծերացումը։ Արդյունքում դուք ոչ միայն ավելի լավ եք քնում, այլև արթնանում եք մարմնում թեթևության զգացողությամբ, առանց ցավի եւ կաշկանդվածության։ Իսկ նաև աջակցում եք աճի հորմոնի արտադրությանը, որը հատկապես ակտիվ է խորը քնի ժամանակ եւ առանցքային դեր է խաղում մկանների վերականգնման գործում։ Ում է հատկապես օգտակար այս ըմպելիքը։ Նրանց, ովքեր տառապում են մկանների եւ հոդերի ցավերից, նրանց, ովքեր վատ են քնում կամ հաճախ արթնանում են գիշերը, նրանց, ովքեր ցանկանում են պահպանել մկանային զանգվածը եւ ուժը տարիքի հետ, նրանց, ովքեր փնտրում են առողջություն բարելավելու բնական եւ անվտանգ միջոցներ։ Թթու բալի հյութը դեղամիջոց չէ, այլ բնության նվեր, որը մեղմորեն եւ բնական կերպով օգնում է ձեր մարմնին մնալ ուժեղ, առողջ եւ էներգիայով լի։ Փորձեք արդեն այսօր եւ զգաք տարբերությունը վաղը։ Այս սուտակե էլիքսիրը դեղատոմս չի պահանջում, կախվածություն չի առաջացնում եւ հարմար է գրեթե բոլորին։ Պարզապես դարձրեք այն ձեր երեկոյան ծեսի մի մաս եւ որոշ ժամանակ անց դուք ինքներդ կզարմանաք, թե որքան ավելի լավ եք սկսել ձեզ զգալ։
Չէ որ երբեմն ամենապարզ եւ բնական միջոցները դառնում են ամենաարդյունավետը։ Թթու բալի հյութը պարզապես ըմպելիք չէ, այլ ամուր քնի, արագ վերականգնման եւ երկար տարիների առողջության ձեր գաղտնի բանաձեռ է։ Պատկերեցրեք, որ ձեր ձեռքերում հայտնվել է խաղաղչական էլիքսիր, որը աշխատում է մինչև դուք քնած եք, հոգատարությամբ վերականգնելով յուրաքանչյուր մկանային մանրաթել, լցնելով ձեզ էներգիայով եւ ուժով նոր օրվա համար։ Սա ֆանտաստիկա չէ, սա իրականություն է հաստատված լուրջ գիտական հետազոտություններով։ Շատերը սխալմամբ կարծում են, թե պրոտեինային կոկտեյլները երիտասարդ մարզիկների եւ բոդիբիլդերների մենաշնորհն է, բայց դա խորը մոլորություն է։ 60-ից հետո մեր օրգանիզմը հատկապես ունի որակյալ սպիտակուցի կարիք, ընդ որում հեշտ յուրացվող ձևով։ Շիճուկային պրոտեինը իսկական գյուտ է, որը պարունակում է անփոխարինելի ամինաթթուների ամբողջ սպեկտրը, բայց դրա գլխավոր հարստությունը լեյցինն է։ Այս զարմանալի ամինաթթուն գործում է որպես բանալի, գործարկելով մկանային վերականգնման գործընթացները։ Տարիքի հետ մեր օրգանիզմը դառնում է պակաս զգայուն լեյցինի նկատմամբ, այդ իսկ պատճառով այդքան կարևոր է ստանալ այն բավարար քանակությամբ հենց քնելուց առաջ, երբ վերականգնման գործընթացներն ընթանում են առավել ակտիվ։ 2021 թվականին անցկացվել է լայնածավալ հետազոտություն, որի արդյունքները հրապարակվել են կլինիկական սննդաբանության ամերիկյան հեղինակավոր ամսագրում։ Գիտափորձի մասնակիցները 65 տարեկանից բարձր մարդիկ ընդունում էին շիճուկային պրոտեին քնելուց առաջ եւ արդեն մի քանի շաբաթ անց արձանագրվեցին ապշեցուցիչ փոփոխություններ։ Մկանային սպիտակուցի սինթեզը գիշերը ավելացել էր տպավորիչ 22%-ով։ Ընդ որում զգալիորեն նվազել էին մկանային հյուսվածքի քայքայման ցուցանիշները, բայց ամենազարմանալին այն է, որ բարելավվել էին ոչ միայն լաբորատոր ցուցանիշները, այլև կյանքի իրական որակը։ Մասնակիցները նշում էին ուժի ավելացում, ավելի թեթև քայլվածք եւ շարժումների ավելի լավ կոորդինացիա, եւ այս ամենը առանց հյուսիչ մարզումների։ Ինչպես ճիշտ օգտագործել այս կախարդական փոշին։ Ամեն ինչ չափազանց պարզ է։ Քնելուց 30-45 րոպե առաջ լուծեք բարձրորակ շիճուկային պրոտեինի իզոլյատի մեկ չափիչ գթալը ջրի կամ ոչ քաղցր նշի կաթի մեջ։ Նրանց համար, ովքեր սիրում են ավելի հագեցած համ, կարելի է ավելացնել կես բանան, մի փոքր նշի կարագ կամ մեկ պտղունց բուրավեծ դարչին։ Գլխավորը խուսափեք շաքարից եւ ծանր սերուցքներից, որպեսզի չծանրաբեռնեք օրգանիզմը քնելուց առաջ։ Եթե դուք ունեք լակտոզայի անտանելիություն, ընտրեք շիճուկային պրոտեինի իզոլյատ կամ հիդրոլիզացված տարբերակը։ Դրանք յուրացվում են նույնքան արդյունավետ, բայց անհանգստություն չեն առաջացնում։ Ինչու է այս մթերքն այսքան արդյունավետ։ Ամբողջ բանը նրա յուրահունակ ունակությունն է աշխատել մեր օրգանիզմի բնական գործընթացների հետ համահունչ։ Մինչ դուք խորազուզված եք քնի մեջ, շիճուկային պրոտեինը մատակարարում է շինանյութ մկանների համար, խթանում է աճի հորմոնի եւ IGF-1-ի մեր բնական վերանորոգների արտադրությունը միաժամանակ դանդաղեցնելով մկանային հյուսվածքի քայքայման գործընթացները։ Սա պարզապես հավելում չէ սննդին, սա մարմնի երիտասարդության պահպանման մտածված ռազմավարություն է, հնարավորություն արթնանալու առույության եւ թեթևության զգացողությամբ, այլ ոչ թե սովորական դարձած առավոտյան կաշկանդությամբ։ Ում է հատկապես կարևոր այս մթերքը։ Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հասուն տարիքը դիմավորել լիարժեք պատրաստակամությամբ, պահպանելով ուժը ձեռքերում, թեթևություն ոտքերում եւ շարժումների ուրախությունը։ Նրանց համար, ովքեր հասկանում են, որ ներդրումը առողջության մեջ այսօր ակտիվ եւ լիարժեք վաղվա օրվա երաշխիք է։ Յուրաքանչյուրի համարով պատրաստ չէ հաշտվել անխուսափելի տարիքային փոփոխությունների եւ ցանկանում է արժանի հակահարված տալ ժամանակին, շիճուկային պրոտեինը պանացեյա չէ եւ կախարդակ դեղահապ չէ, բայց այն հզոր, գիտնականորեն հիմնավորված գործիք է մկանային զանգվածի պահպանման պայքարում։ Այն պահանջվում է չպահանջի հերոսական ջանքեր, բավական է պարզապես դարձնել այն ձեր երեկոյան ծեսի մի մասը։ Փորձեք եւ արդեն մի քանի շաբաթ անց դուք կկարողանաք գնահատել առաջին արդյունքները։
Ավելի ամուր մկաններ, շարժումների թեթևություն եւ այն ամենաարժևոր զգացողությունը, որ տարիքը ընդամենը թիվ է անձնագրում, այլ ոչ թե դատավճիռ ձեր մարմնի։ Չէ որ պահպանել ուժն ու առողջությունը ոչ միայն հնարավոր է, այն պետք է հասանելի լինի յուրաքանչյուրի, ով իսկապես ցանկանում է դա։ Եվս մեկ զարմանալի մթերք, որը հրաշքներ է գործում մկանների հետ հասուն տարիքում, սովորական հնդկաձավարի շիլան է կեֆիրով։ Այս ուտեստը, որը ծանոթ է յուրաքանչյուրին մանկուց, իսկական երիտասարդության էլիքսիր է դառնում մեր մկանների համար։ Պատրաստման պարզությունը խաբուսիկ է, դրա հետևում թաքնված է հզոր առողջարարական ազդեցություն։ Հնդկաձավարը պարունակում է յուրահատուկ բուսական սպիտակուց, որում առկա են բոլոր 8 անփոխարինելի ամինաթթուները, իսկ կեֆիրը լրացնում է այս կազմը հեշտ յուրացվող կաթնային սպիտակուցով և պրոբիոտիկներով։ Որոնեժից 70-ամյա Նիկոլայ Պետրովիչի պատմությունը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես պարզ ուտեստը կարող է փոխել կյանքը։ Թոշակի անցնելուց հետո նա սկսեց նկատել, թե ինչպես է արագորեն կորցնում ուժերը։ Դժվարացել էր աստիճաններով բարձրանալը։ Հայտնվել էր հևոց, ոտքերի մկանները անընդհատ ցավում էին։ Բժիշկը բացատրեց, որ դա տարիքային սարկոպենիա է, մկանային զանգվածի բնական կորուստ։ Այդ ժամանակ նրա դիետոլոգ թորնուհին խորհուրդ տվեց ամեն երեկո ուտել մի չափաբաժին հնդկաձավար, վրան կեֆիր լցված։ Արդեն 2 ամիս անց Նիկոլայ Պետրովիչը զարմանքով հայտնաբերեց, որ նորից կարող է ֆուտբոլ խաղալ ծոռների հետ։ Իսկ առավոտյան կաշկանդվածությունը հոդերում գրեթե անհետացել էր։ Այս ուտեստի գաղտնիքը նրա յուրահատուկ բաղադրության մեջ է։ Հնդկաձավարը հարուստ է ռուտինով, նյութ, որն ամրացնում է մազանոթները և բարելավում մկանների արյան մատակարարումը։ Նրանում պարունակվում է շատ մագնեզիում, որը կանխում է գիշերային ջղաձգումները, տարեց մարդկանց հաճախակի խնդիրը։ Իսկ կեֆիրի սպիտակուցը յուրացվում է նույնիսկ մսից ավելի լավ և չի ծանրաբեռնում մարսողական համակարգը։ Հատկապես արժեքավոր է այն, որ հնդկաձավարը կեֆիրով աշխատում է որպես բնական պրեբիոտիկ, ստեղծում է իդեալական միջավայր աղիներում օգտակար բակտերիաների համար, ինչը ուղղակիորեն ազդում է սննդանյութերի յուրացման վրա։ Պատրաստել այս բուժիչ ուտեստը չափազանց հեշտ է։ Երեկոյան հարկավոր է 3 ճաշի գթալ լվացած հնդկաձավարի վրա լցնել 1 բաժակ անյութ կեֆիր և թողնել սառնարանում։ Առավոտյան ձավարը կփափկի, բայց կպահպանի բոլոր օգտակար հատկությունները։ Կարելի է ավելացնել 1 թեյի գթալ կտավատի ձեթ, հակաբորբոքային ազդեցություն ուժեղացնելու համար, և 1 պտղունց դարչին արյան շրջանառությունը բարելավելու համար։ Ավելի լավ է օգտագործել նախաճաշին կամ քնելուց 2 ժամ առաջ։ Այդ դեպքում ամինաթթուները կսնուցեն մկանները ողջ գիշեր։ Հետաքրքիր է, որ մթերքների նման համադրությունը հատկապես օգտակար է հենց տարեց մարդկանց համար։ 60 տարեկանից հետո օրգանիզմը ավելի վատ է յուրացնում մսի սպիտակուցը, իսկ հնդկաձավարի բուսական և կեֆիրի կաթնային համադրությունը ընկալվում է իդեալական։ Այս ուտեստը մեղմորեն կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը կարևոր է նյութափոխանակության տարիքային փոփոխությունների դեպքում։ Իսկ հնդկաձավարում պարունակվող հակաօքսիդանտները դանդաղեցնում են ծերացման գործընթացը բջջային մակարդակում։ Հնդկաձավարը կեֆիրով պարզապես սնունդ չէ, այլ ժողովրդի բժշկության բազմադարյա փորձ, հաստատված ժամանակակից հետազոտություններով։ Մոսկվայյան գերենտոլոգիական կենտրոններից մեկում անցկացրեցին գիտափորձ։ Տարեց մարդկանց 2 խմբի 3 ամսվա ընթացքում տալիս էին տարբեր սպիտակուցային դիետաներ։ Նրանք, ովքեր ուտում էին հնդկաձավար կեֆիրով, ցույց տվեցին ավելի լավ արդյունքներ մկանային ուժի և դիմադրության տեստերում, քան մսային սպիտակուց ստացող խումբը։ Ընդ որում, նրանց մոտ բարելավվել էին աղիների աշխատանքի ցուցանիշները և նվազել էր խոլեստերինի մակարդակը։ Այս ուտեստի գաղտնիքը նրա յուրահատուկ բաղադրության մեջ է։ Հնդկաձավարը հարուստ է ռուտինով, նյութ, որն ամրացնում է մազանոթները և բարելավում մկանների արյան մատակարարումը։ Նրանում պարունակվում է շատ մագնեզիում, որը կանխում է գիշերային ջղաձգումները, տարեց մարդկանց հաճախակի խնդիրը։ Իսկ կեֆիրի սպիտակուցը յուրացվում է նույնիսկ մսից ավելի լավ և չի ծանրաբեռնում մարսողական համակարգը։ Հատկապես արժեքավոր է այն, որ հնդկաձավարը կեֆիրով աշխատում է որպես բնական պրեբիոտիկ, ստեղծում է իդեալական միջավայր աղիներում օգտակար բակտերիաների համար, ինչը ուղղակիորեն ազդում է սննդանյութերի յուրացման վրա։ Պատրաստել այս բուժիչ ուտեստը չափազանց հեշտ է։
Երեկոյան հարկավոր է 3 ճաշի գթալ լվացած հնդկաձավարի վրա լցնել 1 բաժակ անյութ կեֆիր եւ թողնել սառնարանում։ Առավոտյան ձավարը կփափկի, բայց կպահպանի բոլոր օգտակար հատկությունները։ Կարելի է ավելացնել 1 թեյ գթալ կտավատի ձեթ, հակաբորբոքային ազդեցություն ուժեղացնելու համար, եւ 1 պտղունց դարչին արյան շրջանառությունը բարելավելու համար։ Ավելի լավ է օգտագործել նախաճաշին կամ քնելուց 2 ժամ առաջ։ Այդ դեպքում ամինաթթուները կսնուցեն մկանները ողջ գիշեր։ Շատ տարեց մարդիկ նշում են, որ հնդկաձավարի եւ կեֆիրի կանոնավոր օգտագործումը սկսելուց հետո նրանց մոտ ոչ միայն ամրացել են մկանները, այլև բարելավվել է քունը, հայտնվել է առույգություն առավոտյան, նվազել է կախվածությունը ցավազրկող դեղամիջոցներից, հոդացավերի դեպքում։ Միթե սա հրաշք չէ, երբ ամենապարզը եւ սովորականը դառնում է ամենաօգտակարը։ Եվս մեկ զարմանալի ուտեստ, որը կարող է դառնալ իսկական փրկություն մկանների համար հասուն տարիքում, ջեռոցում եփած դդումն է կաթնաշոռով։ Մթերքների այս համադրությունը պարզ է թվում եւ ոչ բարդ, բայց դրա օգուտը օրգանիզմի համար 60 տարեկանից հետո պարզապես անգնահատելի է։ Դդումը, որը հարուստ է կալիումով եւ հակաօքսիդանտներով, կաթնաշոռի սպիտակուցի հետ համատեղ ստեղծում է սննդանյութերի իդեալական հավասարակշռություն, որոնք անհրաժեշտ են մկանային զանգվածի պահպանման համար։ Կրասնոդարից 75-ամյա Գալինա Իվանովնայի պատմությունը հիանալի կերպով ցուցադրում է այս ուտեստի արդյունավետությունը։ Կոնքազդրային հոդի վզիկի կոտրվածքից հետո բժիշկները կանխատեսում էին, որ նա չի կարողանա քայլել առանց կողմնակի օգնության, բայց նրա թոռնուհին, բժշկական ինստիտուտի ուսանողուհին, առաջարկեց ամենօրյա սննդակարգում ներառել ջեռոցում եփած դդում կաթնաշոռով։ Արդեն 4 ամիս անց Գալինա Իվանովնան ոչ միայն սկսեց նորից քայլել քայլակներով, այլև կարողացավ ինքնուրույն բարձրանալ աստիճաններով, ինչը բժիշկները համարում էին գրեթե անհնար։ Այժմ նա յուրաքանչյուր առավոտը սկսում է այս պարզ, բայց այդքան օգտակար ուտեստից։ Պատրաստել այն չափազանց հեշտ է։ Պետք է վերցնել մոտ 300 գրամ քաշով դդմի կտոր, մաքրել կեղևից եւ սերմերից, կտրատել շերտերով եւ եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում մինչեւ փափկելը։ Այնուհետև տրորել պատառաքաղով եւ խառնել 100 գրամ անյուղ կաթնաշոռի հետ։ Համը բարելավելու համար կարելի է ավելացնել 1 թեյի գթալ մեղր եւ 1 պտղունց դարչին։ Այս ուտեստը ամենալավն է ուտել նախաճաշին կամ որպես թեթև ընթրիք քնելուց 2 ժամ առաջ։ Մթերքների այս համադրության արդյունավետության գաղտնիքը թաքնված է դրանց յուրահատուկ բաղադրության մեջ։ Դդումը պարունակում է հազվայյուր ամինաթթուներ, որոնք օգնում են կաթնաշոռի սպիտակուցին յուրացվել։ Ընդ որում նրանում կան շատ կարոտինոիդներ, որոնք նվազեցնում են բորբոքումը մկաններում եւ հոդերում։ Կաթնաշոռը մատակարարում է կազեին, դանդաղ յուրացվող սպիտակուց, որը սնուցում է մկանները ամբողջ գիշերվա ընթացքում։ Միասին նրանք ստեղծում են հզոր առողջարական ազդեցություն, որը հատկապես կարևոր է տարեց մարդկանց համար։ Հետաքրքիր է, որ հենց ջեռոցում եփելը դարձնում է հատկապես օգտակար։ Ջերմային մշակումը ոչ թե քայքայում է, այլ ընդհակառակը ուժեղացնում է այս բանջարեղենի օգտակար նյութերի ազդեցությունը։ Հետազոտություններ ցույց են տվել, որ ջեռոցում եփած դդումը 1.5 անգամ ավելի շատ հասանելի հակաօքսիդանտներ է պարունակում, քան հումը։ Իսկ կաթնաշոռը օգտագործման նման եղանակով դեպքում չի ծանրաբեռնում մարողական համակարգը, ինչը հաճախ խնդիր է լինում տարեց հասակում։ Այս ուտեստը օժված է եւս մեկ հիանալի հատկությամբ։ Այն օգնում է պահպանել ջրաաղային հավասարակշռություն օրգանիզմում։ Դդումը բնական դիուրետիկ, միզամուղ է, բայց միևնույն ժամանակ չի լվանում տանում կալիումը, ինչպես շատ դեղատնային պատրաստարկներ։ Սա հատկապես կարևոր է այտուցներով տառապող տարեց մարդկանց համար։ Շատերը նշում են, որ կաթնաշոռով դդմի կանոնավոր օգտագործումից հետո նրանց մոտ նվազում է միզամուղ դեղամիջոցների պահանջը, անհետանում են գիշերային ջղաձգումներ ոտքերում, բարելավվում է հոդերի շարժունակությունը։ Մերձ Մոսկվայյան առողջարանից մեկում անցկացրեցին հետաքրքիր գիտափորձ։ Տարեկային մկանային դիստրոֆիայով թոշնակառների կես տարվա ընթացքում ամեն օր տալիս էին այս պարզ ուտեստը։ Արդյունքները գերազանցեցին բոլոր սպասելիքները։ Գիտափորձի մասնակիցների 80%-ը մոտ զգալիորեն բարելավվել էին մկանային ուժի ցուցանիշները։ 90%-ի մոտ նվազել էին հոդացավերը,
իսկ 70%-ի մոտ կարգավորվել էր զարկերակային ճնշումը։ Ընդ որում մասնակիցներից ոչ ոք չէր գանգատվում ստամոքսի ծանրությունից կամ մարսողության հետ կապված այլ խնդիրներից։ Ջեռոցում եփած դդումը կատնաշոռով օրինակ է այն բանի, թե ինչպես ամենապարզ եւ հասանելի մթերքները կարող են դառնալ տարեց հասակում առողջության պահպանման հզոր միջոց։ Այս ուտեստը մեծ ծախսեր չի պահանջում։ Դրա պատրաստումը խլու է նվազագույն ժամանակ, իսկ օգուտը դրանից համեմատելի է թանկարժեք կենսահավելումների ազդեցության հետ։ Շատ տարեց մարդիկ, ովքեր սկսել են կանոնավոր օգտագործել մթերքների այս համադրությունը, նշում են ոչ միայն ֆիզիկական վիճակի բարելավում, այլև տրամադրության բարձրացում, կենսական տոնուսի աճ, ինչը պակաս կարևոր չէ հասուն տարիքում։ Եվս մեկ զարմանալիորեն օգտակար ուտեստ հասուն տարիքում մկանային զանգվածի պահպանման համար։ Սովորական վարսակի շիլան է, կտավատի սերմերով և ընկույզով։ Մթերքների այս պարզ համադրությունը, որը շատերին ծանոթ է մանկուց, իսկական գյուտ է դառնում նրանց համար, ովքեր ցանկանում են պահպանել ուժը և շարժունակությունը 60 տարեկանից հետո։ Պատրաստումը խլում է 15 րոպեից ոչ ավել, իսկ նման նախաճաշից ստացված օգուտը պահպանվում է ամբողջ օրը։ Ռոստովից 80-ամյա Վասիլի Սեմյոնովիչի պատմությունը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ կարող է լինել այս պարզ ուտեստը։ Կաթվածից, ինսուլտից հետո բժիշկներն ասում էին, որ նա դժվար թե կարողանա քայլել առանց կողմնակի օգնության։ Բայց նրա դուստրը, ով աշխատում է որպես դիետոլոգ տեղի հիվանդանոցում, սկսեց ամեն առավոտ պատրաստել նրա համար հատուկ վարսակի շիլա։ Արդեն 3 ամիս անց Վասիլի Սեմյոնովիչը ոչ միայն սկսեց տեղաշարժվել քայլակներով, այլև կարողացավ ինքնուրույն խնամել իր փոքրիկ բանջարանոցը։ Այժմ նա կատակում է, որ իր կախարդական շիլան վերադարձրել է իրեն շարժման ուրախությունը։ Այս ուտեստի գաղտնիքը թաքնված է բաղադրիչների յուրահատուկ համադրության մեջ։ Վարսակը պարունակում է բջջանյութի հատուկ տեսակ՝ բետա-գլյուկան, որը ոչ միայն նվազեցնում է խոլեստերինը, այլև օգնում է օրգանիզմին ավելի լավ յուրացնել սպիտակուցը։ Կտավատի սերմերը հարուստ են օմեգա-3 ճարպաթթվներով, որոնք նվազեցնում են բորբոքումը մկաններում և հոդերում։ Ընկույզը խառնուրդին ավելացնում է հեշտ յուրացվող բուսական սպիտակուց և արժեքավոր միկրոտարեր, ներառյալ մագնեզիումը և ցինկը, որոնք այդքան անհրաժեշտ են մկանային ֆունկցիայի համար։ Պատրաստել այս բուժիչ շիլան չափազանց հեշտ է։ Պետք է վերցնել 5 ճաշի գթալ վարսակի փաթիլներ, վրան լցնել 1 բաժակ տաք ջուր կամ կաթ, ավելացնել 1 ճաշի գթալ աղցված կտավատի սերմեր և 1 բուռ մանրացված ընկույզ։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել 1 թեյի գթալ մեղր կամ մի քիչ թարմ հատապախմուղներ համի համար։ Կարևոր է շիլան շատ երկար եփել։ Բավական է պարզապես թողնել, որ այն թրմվի կափոլիկի կպակի տակ 5-6 րոպե, որպեսզի պահպանվեն բոլոր օգտակար նյութերը։ Այս ուտեստի առանձնահատկությունը այն է, որ այն աշխատում է որպես լիարժեք սնարար համալիր։ Վարսակը ապահովում է էներգիայի դանդաղ ազատում, ինչը հատկապես կարևոր է տարեց մարդկանց համար, ովքեր հաճախ ուժերի անկում են զգում օրվա երկրորդ կեսին։ Կտավատի սերմերը պարունակում են լիգնաններ, յուրահատուկ բուսական միացություններ, որոնք օգնում են օրգանիզմին ավելի լավ յուրացնել սեփական ռեսուրսները մկանների վերականգնման համար։ Իսկ ընկույզը մատակարարում է արգինին, ամինաթթու, որը բարելավում է արյան շրջանառությունը մկանային հյուսվածքներում։ Կազան քաղաքի ծերանոցում անցկացրել են հետաքրքիր դիտարկում։ Տարիքային մկանային թուլությամբ տարեց մարդկանց 2 խմբի կես տարվա ընթացքում տալիս էին տարբեր նախաճաշեր։ Նրանք, ովքեր ստանում էին վարսակի շիլա կտավատի սերմերով և ընկույզով, ցույց տվեցին զգալիորեն ավելի լավ արդյունքներ մկանային ուժի և շարժումների կոորդինացիայի թեստերում, քան սովորական բուտերբրոդներ ստացող խումբը։ Ընդ որում նրանց մոտ բարելավվել էին սրտի աշխատանքի ցուցանիշները և կարգավորվել էր արյան մեջ շաքարի մակարդակը։ Այս ուտեստը հատկապես արժեքավոր է նրանով, որ հարմար է գրեթե բոլորին։ Այն չի պարունակում գլյուտեն, եթե օգտագործվեն հատուկ վարսակի փաթիլներ։ Հեշտ է յուրացվում և ստամոքսում ծանրություն չի առաջացնում։ Շատ տարեց մարդիկ նշում են, որ նման շիլայի կանոնավոր օգտագործումը սկսելուց հետո նրանց մոտ ոչ միայն ամրացել են մկանները, այլև բարելավվել է աղիների աշխատանքը, նվազել են մեջքի և հոդերի ցավերը։ Հայտնվել է առույգություն և ավելի շատ շարժվելու ցանկություն։ Իսկ դա թերևս ամենակարևորն է հասուն տարիքում ակտիվության պահպանման համար։
Հասուն տարիքում մկանային զանգվածի պահպանման համար ամենաօգտակար եւ միևնույն ժամանակ պատրաստման մեջ անհավանական պարզ ուտեստներից մեկը ջեռոցում եփած սկումբրիան է՝ կիտրոնով եւ կանաչիով։ Այս պարզ ձուկը, որը կարելի է գնել ցանկացած խանութում, իրենից ներկայացնում է օգտակար նյութերի իսկական շտեմարան, որոնք հատկապես կարևոր են մարդկանց համար 60 տարեկանից հետո։ Պատրաստումը խլում է 30 րոպեից ոչ ավել, իսկ նման ընթրիքից ստացված օգուտը պահպանվում է մի քանի օր։ Յարոսլավլից 72-ամյա Լյուդմիլա Ֆյոդորովնայի պատմությունը հիանալի կերպով ցույց է տալիս այս ուտեստի արդյունավետությունը։ Ձեռքի ծանր կոտրվածքից հետո բժիշկները մտավախություն ունեին, որ նա չի վերականգնի լիարժեք շարժունակությունը, բայց նրա որդին, պրոֆեսիոնալ խոհարար, սկսեց նրա համար պատրաստել ջեռոցում եփած սկումբրիա շաբաթական 3 անգամ։ Արդեն 2 ամիս անց կինը ոչ միայն ամբողջությամբ վերականգնեց ձեռքի ֆունկցիաները, այլև նկատեց, որ անհետացել են մեջքի մշտական ցավերը, որոնք տանջում էին նրան վերջին 5 տարիներին։ Այժմ նա ինքն է պատրաստում այս ուտեստը ամառանացի իր բոլոր ընկերուհիների համար։ Սկումբրիայի արդյունավետության գաղտնիքը թաքնված է նրա յուրահուչակ բաղադրության մեջ։ Այս ձուկը պարունակում է ռեկորդային քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ, 2 անգամ ավելի շատ, քան սաղմոնը։ Այդ նյութերը նվազեցնում են բորբոքումը մկաններում եւ հոդերում, արագացնում դրանց վերականգնումը։ Բացի այդ, սկումբրիան հարուստ է հեշտ յուրացվող սպիտակուցով, որը հատկապես կարևոր է տարեց մարդկանց համար, քանի որ տարիքի հետ օրգանիզմը ավելի վատ է վերամշակում մսային սպիտակուցները։ Կիտրոնը եւ կանաչը ուտեստին ավելացնում են վիտամին C եւ հակաօքսիդանտներ, որոնք ուժեղացնում են ձկան յուղի ազդեցությունը։ Պատրաստել այս բուժիչ ձուկը շատ պարզ է։ Պետք է վերցնել 1 միջին սկումբրիա, մաքրել այն ներքին օրգաններից, լվանալ եւ չորացնել։ Այնուհետև մի քանի կտրված քանել մարմնի վրա, աղ եւ պղպեղ անել, ներս դնել կիտրոնի մի քանի շերտ եւ հազրևի ռոզմարինի ճյուղ։ Փաթաթել ձուկը փայլաթղթի մեջ եւ եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 25 րոպե։ Կարելի է մատուցել թեթև բանջարեղենային աղցանով կամ շոգեխաշված բանջարեղենով։ Այս ուտեստի առանձնահատկությունն այն է, որ այն համատեղում է տարեց օրգանիզմի համար միանգամից մի քանի կարևոր տարրեր։ Սկումբրիայի սպիտակուցը յուրացվում է գրեթե 90%-ով, ինչը զգալիորեն ավելի շատ է, քան հավինը կամ տավարինը։ Օմեգա-3 թթուները ոչ միայն պայքարում են բորբոքման դեմ, այլև բարելավում են ուղեղի աշխատանքը, ինչը կարևոր է տարիքային փոփոխությունների կանխարգելման համար։ Վիտամին D-ն, որը սկումբրիայի մեջ ավելի շատ է, քան շատ այլ մթերքներում, օգնում է կալցիումին յուրացվել, ամրացնելով ոսկորները։ Մոսկովյան վերականգնողական կենտրոններից մեկում անցկացրեցին հետաքրքիր գիտափորձ։ Պարիքային մկանային թուլությամբ տարեց մարդկանց խմբին շաբաթական 3 անգամ տալիս էին ջեռոցում եփած սկումբրիա։ Արդեն 1 ամիս անց մասնակիցների 85%-ի մոտ բարելավվել էին մկանային ուժի ցուցանիշները, 70%-ի մոտ նվազել էին հոդացավերը, իսկ 60%-ի մոտ կարգավորվել էր զարկերակային ճնշումը։ Ընդ որում ոչ ոք չէր գանգատվում ստամոքսի ծանրությունից կամ մարսողության հետ կապված այլ խնդիրներից։ Այս ուտեստը հատկապես արժեքավոր է նրանով, որ հասանելի է տարվա ցանկացած եղանակի եւ չի պահանջում հատուկ խոհարարական հմտություններ։ Շատ տարեց մարդիկ նշում են, որ ջեռոցում եփած սկումբրիայի կանոնավոր օգտագործումից հետո նրանց մոտ ոչ միայն ամրացել են մկանները, այլև բարելավվել է հիշողությունը, հայտնվել է առույգություն, կարգավորվել է քունը։ Իսկ հաճելի համի եւ ակնհայտ օգուտի համադրությունը դարձնում է այս ուտեստը իդեալական ընտրություն նրանց համար, ովքեր ցանկանում են պահպանել ակտիվությունը եւ առողջությունը հասուն տարիքում։ Հասուն տարիքում մկանային առողջության պահպանման համար ամենազարմանալի ուտեստներից մեկը սովորական կաթնաշորային պուդինգն է, դդումով եւ դարչինով։ Այս նուրբ օդային ուտեստը, որը պատրաստվում է ընդամենը 20 րոպեում, պարունակում է նյութերի յուրահատուկ հավաքածու, որոնք հատկապես արժեքավոր են 65 տարեկանից բարձր մարդկանց համար։ Փափուկ կառուցվածքը դարձնում է այն իդեալական ընտրություն նրանց համար, ովքեր ունեն ատամների կամ մարսողության խնդիրներ։ Նիժնի Նովգորոդից 77-ամյա Միխայիլ Վասիլևիչի պատմությունը ակնառու կերպով ցույց է տալիս այս պարզ աղանդերի օգուտը։ Ծնկի հոդի վիրահատությունից հետո նա դժվարությամբ էր տեղաշարժվում նույնիսկ բնակարանում, իսկ ոտքերի մկանները նկատելիորեն թուլացել էին։
Նրա հարսը, ով աշխատում է առողջարանում որպես դիետիկ բուժքույր, սկսեց նրա համար պատրաստել կաթնաշոռային պուդինգ դդումով օրը մեջ։ Արդեն 1.5 ամիս անց Միխայիլ Վասիլևիչը ոչ միայն կարողացավ ինքնուրույն գնալ խանութ, այլև նորից սկսեց շախմատ խաղալ այգում, ինչը չէր արել քանի տարի։ Այժմ նա անվանում է այս պուդինգը իր երիտասարդության էլիքսիր և հյուրասիրում է դրանով բոլոր ընկերներին։ Այս ուտեստի արդյունավետության գաղտնիքը թաքնված է 3 հիմնական բաղադրիչների ներդաշնակ համադրության մեջ։ Կաթնաշոռը մատակարարում է կազեին, դանդաղ յուրացվող սպիտակուց, որը սնուցում է մկանները ամբողջ գիշերվա ընթացքում։ Դդումը պարունակում է հազվագյուտ ամինաթթուներ, որոնք օգնում են այդ սպիտակուցին ավելի լավ յուրացվել, այլև կալիում, որը կանխում է գիշերային ջղաձգումները։ Դարչինը բարելավում է արյան շրջանառությունը մկաններում և օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը կարևոր է տարիքային հասակում։ Պատրաստել այս բուժիչ պուդինգը չափազանց հեշտ է։ Պետք է վերցնել 200 գրամ անյութ կաթնաշոռ, 100 գրամ ջեռոցում եփած դդում, 1 ձու և 1 թեյի գթալ դարչին։ Բոլոր բաղադրիչները խառնել բլենդերում, մինչև համասեռ զանգված դառնալը, լցնել ձևամների և եփել ջեռոցում 170 աստիճան ջերմությամբ մոտ 15 րոպե։ Կարելի է ավելացնել մի փոքր մեղր կամ չամից քաղցրության համար, բայց ավելի լավ է առանց շաքարի։ Պուդինգը կարելի է մատուցել ինչպես թաք, այնպես էլ սառը վիճակում։ Իր օգտակար հատկությունները այն պահպանում է ցանկացած տեսքով։ Այս ուտեստի առանձնահատկությունն այն է, որ այն աշխատում է որպես լիարժեք սննդարար համալիր, բայց միևնույն ժամանակ չի ծանրաբեռնում մարսողական համակարգը։ Կաթնաշոռի սպիտակուցը դդմի մանրաթելերի հետ համատեղ յուրացվում է գրեթե ամբողջությամբ, ինչը հազվադեպ է կաթնամթերքի համար տարեց հասակում։ Դարչինը ուժեղացնում է արյան միկրոշրջանառությունը մկաններում, օգնելով դրանց մատակարարել ավելի շատ սննդանյութեր։ Իսկ փափուկ խտությունը դարձնում է պուդինգը իդեալական ընտրություն նրանց համար, ովքեր կրում են ատամնային պրոթեզներ կամ ունեն ծամելու հետ կապված խնդիրներ։ Սանկտ Պետերբուրգի գերոնտոլոգիական կենտրոնում անցկացրեցին հետաքրքիր դիտարկում։ Տարիքային մկանային թուլությամբ տարեց մարդկանց 2 խմբի առաջարկում էին տարբեր երեկոյան նախուտեստներ։ Նրանք, ովքեր ստանում էին դդմով կաթնաշոռային պուդինգ շաբաթական 3 անգամ, արդեն 1 ամիս անց ցույց տվեցին մկանային տոնուսի զգալի բարելավում և հոդացավերի նվազում, սովորական կաթնաշոռ ստացող խմբի համեմատ։ Ընդ որում, մասնակիցների 90%-ի մոտ բարելավվել էր քունը և նվազել էր շարժումների առավոտյան կաշկանդվածությունը։ Այս ուտեստը հատկապես արժեքավոր է նրանով, որ համատեղում է օգուտը և հաճույքը։ Շատ տարեց մարդիկ հաճույքով են ուտում այս պուդինգը, նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար չեն սիրում կաթնաշոռ։ Այն չի պահանջում հատուկ ծախսեր, պատրաստվում է արագ և պահպանվում է սառնարանում մինչև 3 օր։ Նրանք, ովքեր ներառել են այն իրենց կանոնավոր սննդակարգում, նշում են ոչ միայն մկանների ամրապնդում, այլև աղիների աշխատանքի բարելավում, ոտքերում գիշերային ջղաձգումների անհետացում, ընդհանուր տոնուսի բարձրացում, իսկ հաճելի քաղցրավուն համը առանց շաքարի ավելացման դարձնում է այն իդեալական աղանդեր ցանկացած տարիքի մարդկանց համար։ Հասուն տարիքում մկանային զանգվածի պահպանման համար ամենաօգտակար և հասանելի ուտեստներից մեկը սովորական ոսպապուրն է, ոսպովապուր, գազարով և նեխուրով։ Այս պարզ ուտեստը, որը մեր տատիկները պատրաստել են դարեր շարունակ, իսկական գյուտ է դառնում նրանց համար, ովքեր 60-ն անց են։ Պատրաստվում է այն 40 րոպեից ոչ ավել, իսկ օգուտը դրանից պահպանվում է մի քանի օր, եթե պահվի սառնարանում։ Սամարայից 68-ամյա Աննա Պավլովնայի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես սովորական ոսպը կարող է հրաշքներ գործել։ Ծանր գրիպից հետո նա այնքան էր թուլացել, որ դժվարությամբ էր կարողանում ձեռքում պահել թեյի բաժակը։ Բժիշկները տարակուսում էին, ասելով, որ նրա տարիքում վերականգնումը երկար կտևի։ Բայց ամառանոցի հարևանուհին, նախկին բուժշկեր, բերեց նրան մի կաթսա ոսպապուր։ Արդեն այս ուտեստի ամենօրյա օգտագործման 1 ամիս անց Աննա Պավլովնան զգաց, թե ինչպես են վերադառնում ուժերը, իսկ 1 ամիս անց նա կարողացավ նորից աշխատել բանջարանոցում և նաև օգնել թորնան դասերը պատրաստել։
Այժմ նա ոսպը անվանում է աղքատների միս և միշտ պահում է պաշար խոհանոցում։ Ոսպապուրի օգտակարության գաղտնիքը թաքնված է նրա յուրահատուկ բաղադրության մեջ։ Ոսպը պարունակում է ռեկորդային քանակությամբ բուսական սպիտակուց, մոտ 25 գրամ 100 գրամ մթերքի մեջ։ Ընդ որում այս սպիտակուցը յուրացվում է գրեթե 80%-ով, ինչը անսովոր է բուսական սննդի համար։ Գազարը և նեխուրը ուտեստին ավելացնում են կարևոր վիտամիններ և միկրոտարրեր, ինչպես նաև բջջանյութ, որն օգնում է մարսողությանը։ Ոսպը հատկապես արժեքավոր է նրանով, որ չի կուտակում վնասակար նյութեր հողից, մնալով էկոլոգիապես մաքուր մթերք ցանկացած պայմաններում։ Պատրաստել այս բուժիչ ապուրը շատ հեշտ է։ Պետք է վերցնել 1 բաժակ ոսպ, լվանալ և վրան լցնել 1 լիտր ջուր, ավելացնել 1 կտրատած գազար, նեխուրի ծողուն, գլուխսող և եփել մարմանդ կրակի վրա մոտ 30 րոպե։ Վերջում կարելի է ավելացնել դափնու տերև և մի փոքր բուսայուղ։ Ցանկության դեպքում կարելի է վրան ցանել թարմ կանաչի։ Ստացվում է հագեցնող, բայց թեթև ուտեստ, որը կարելի է ուտել և ճաշին, և ընթրիքին։ Հատկապես լավ է այն համադրվում ամբողջահատիկ հացի կտորի հետ։ Ոսպի առանձնահատկությունն այն է, որ այն պարունակում է ոչ միայն սպիտակուց, այլև երկաթ, որն այդքան անհրաժեշտ է տարեց մարդկանց անեմիայի կանխարգելման համար։ Բանջարեղենից ստացվող վիտամին C-ի հետ համատեղ այդ երկաթը յուրացվում է հատկապես լավ։ Ոսպի բջջանյութը մեղմորեն կարգավորում է աղիների աշխատանքը, չառաջացնելով փքվածություն, ինչպես այլ ընդեղենները։ Իսկ ցածր գլիկեմիկ ինդեքսը այս ուտեստը դարձնում է անվտանգ նրանց համար, ովքեր հետևում են արյան մեջ շաքարի մակարդակին։ Մերձմոսկովյան առողջարաններից մեկում անցկացրեցին հետաքրքիր գիտափորձ։ Տարիքային մկանային թուրությամբ տարեց մարդկանց խմբին շաբաթական 3 անգամ տալիս էին ոսպապուր։ Արդեն 3 շաբաթ անց մասնակիցների մեծամասնության մոտ բարելավվել էին մկանային ուժի ցուցանիշները, նվազել էր հոգնածությունը, կարգավորվել էր կղանքը։ Շատերը նշեցին, որ սկսել են ավելի լավ քնել և իրենց ավելի առույգ զգալ առավոտյան։ Ընդ որում ոչ ոք չէր գանգատվում ստամոքսի ծանրությունից կամ այլ տհաճ զգացողություններից։ Այս ուտեստը հատկապես արժեքավոր է իր հասանելիությամբ և պատրաստման պարզությամբ։ Ոսպը թանկ չէ, պահպանվում է երկար և չի պահանջում հատուկ խոհարարական հմտություններ։ Շատ տարեց մարդիկ, ովքեր ներառել են ոսպապուրը իրենց կանոնավոր սննդակարգում, նշում են ոչ միայն ֆիզիկական վիճակի բարելավում, այլև մտքի պայծառուխ, ոգու առույգություն։ Իսկ այս ուտեստի հաճելի ընկուզային համը դարձնում է այն սիրելի ուտեստ շատերի համար, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին հասուն տարիքում։ Հասուն տարիքում մկանային ուժի պահպանման համար ամենազարմանալի ուտեստներից մեկը սովորական հավի խոլոդեցն է, սխտորով և կանաչիով։ Այս ավանդական ռուսական ուտեստը, որը շատերը համարում են պարզապես համեղ նախուտեստ, իրականում ունենում է հզոր առողջարարական ազդեցություն օրգանիզմի վրա 60 տարեկանից հետո։ Պատրաստվում է այն բավականին երկար, բայց բուն գործընթացը չի պահանջում հատուկ խոհարարական հմտություններ, իսկ արդյունքը գերազանցում է բոլոր սպասելիքները։ Վոլոգդայից 73-ամյա Վիկտոր Սերգեևիչի պատմությունը ակնառու կերպով ցուցադրում է այս պարզ ուտեստի օգուտը։ Կաթվածից հետո նրա ձեռքերը խիստ թուլացել էին, և բժիշկներն ասում էին, որ լիարժեք վերականգնման սպասել պետք չէ, բայց նրա կինը, հիշելով տատիկի բաղադրատոմսերը, սկսեց նրա համար խոլոդեց պատրաստել շաբաթական 3 անգամ։ Արդեն 2 ամիս անց Վիկտոր Սերգեևիչը կարողացավ նորից բռնել մուրճը և նույնիսկ օգնում էր հարևանին Սարայի կառուցել։ Այժմ նա վստահ է, որ հենց խոլոդեցը վերադարձրեց իրեն ձեռքերի ուժը և ամեն ձմեռ մեծ քանակությամբ պատրաստում է այն։ Խոլոդեցի բուժիչ հատկությունների գաղտնիքը թաքնված է նրա յուրահատուկ բաղադրության մեջ։ Ոսկորների և աճառների երկարատև եփումը ազատում է կոլագեն և ժելատին, շինանյութեր մեր սեփական հոդերի և մկանների համար։ Հավի միսը տալիս է հեշտ յուրացվող սպիտակուց, իսկ սխտորը և կանաչին ավելացնում են հակաօքսիդանտներ և վիտամիններ։ Հատկապես կարևոր է, որ խոլոդեցում առկա բոլոր այս նյութերը գտնվում են կենսահասանելի ձևում, այսինքն հեշտությամբ են յուրացվում տարեց մարդու օրգանիզմի կողմից։ Պատրաստել բուժիչ խոլոդեցը բոլորովին դժվար չէ։ Պետք է վերցնել 1 հավի մարմին ոսկորներով և աճառներով, 2 հավի ոտք, թաթ,
ժելե առաջացնող էֆեկտի համար, վրան լցնել սառը ջուր և եփել մարմանդ կրակի վրա 6-ից 8 ժամ։ Պատրաստ լինելուց 1 ժամ առաջ ավելացնել գլուխ սոխ, գազար, մաղադանոսի արմատ, սխտորի մի քանի պճեղ։ Պատրաստի արգանակը քամել, միսը առանձնացնել ոսկորներից, լցնել ափսեների մեջ և վրան լցնել արգանակը։ Սառնարանում սառչելուց հետո ստացվում է պինդ բուրավետ ուտեստ, որը կարելի է պահել մինչև 5 օր։ Խոլոդեցի առանձնահատկությունն այն է, որ այն աշխատում է որպես բնական խոնդրոպրոտեկտոր, վերականգնելով աճառային հյուսվածքը և բարելավելով հոդերի շարժունակությունը։ Խոլոդեցի կոլագենը օգնում է պահպանել ոչ միայն հոդերի, այլև մաշկի առաձգականությունը, ինչը կարևոր է հասուն տարիքում։ Հավի սպիտակուցի ամինաթթուները նպաստում են մկանային հյուսվածքի վերականգնմանը, հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո։ Ընդ որում խոլոդեցը չի ծանրաբեռնում մարսողական համակարգը և հեշտությամբ յուրացվում է նույնիսկ թուլացած օրգանիզմի կողմից։ Ուրալի վերականգնողական կենտրոններից մեկում անցկացրեցին հետաքրքիր դիտարկում։ Հենաշարժողական ապարատի հիվանդություններով տարեց մարդկանց խմբին կանոնավոր կերպով տալիս էին հավի խոլոդեց։ Արդեն 1 ամիս անց մասնակիցների մեծամասնության մոտ նվազել էին հոդացավերը, բարելավվել էր շարժունակությունը, ավելացել էր մկանային ուժը։ Շատերը նշեցին, որ սկսել են ավելի լավ քնել և իրենց ավելի առույգ զգալ օրվա ընթացքում։ Ընդ որում խոլոդեցի օգտագործումից ոչ մի կողմնակի ազդեցություն չի արձանագրվել։ Այս ուտեստը հատկապես արժեքավոր է նրանով, որ համատեղում է օգուտը և ավանդական համը, որը ծանոթ է մանկուց։ Շատ տարեց մարդիկ հաճույքով են ուտում խոլոդեց, հիշելով իրենց մանկությունը և ընտանեկան ավանդույթները։ Այն չի պահանջում հատուկ ծախսեր, կարելի է օգտագործել ոչ թանկ հավի ոտքեր և թևիկներ, իսկ պատրաստի ուտեստը մի քանի օր պահելու հնարավորությունը դարձնում է այն հարմար կանոնավոր օգտագործման համար։ Նրանք, ովքեր ներառել են խոլոդեցը իրենց սննդակարգում, նշում են ոչ միայն մկանների և հոդերի վիճակի բարելավում, այլև կենսական տոնուսի ընդհանուր բարձրացում, ինչը այդքան կարևոր է հասուն տարիքում։